ես երբեմն մտածում եմ Իսրայելը ինչու հաջողվեց։ Մենք այս հարցի պատասխանը տիտանք, չէ՞։ Ինչու Իսրայելը հաջողվեց 2000 տարի պետություն չի ունեցել։ Ոչ միայն պետություն չի ունեցել, նույնիսկ հողակտոր չի ունեցել, որի վրա կարար ենք ասենք, այս սրա վրա կարար ձևավորվել Իսրայել պետությունը, չէ՞։ Միայն 20-րդ դարի սկզբից ինչ որ բաներ սկսեց տեղի ունենալ։ Բայց դա կայացավ ինչու։ Գիտեք, Շիմոն Պերեսը բոլորին իր մայից մի քանի տարի առաջ ուկրաինական Կիևի համալսարանում կարծեմ ելույթի ժամանակ մի շատ հետաքրքիր միտք ասել։ Ինքը նկարագրում թե ինչ պայմաններում ձևավորվեց Իսրայել պետությունը 48-49 թվականներին, որ դա միայն ճահիճ ու մոծակներ էին, ու մենք չենք էլ պատկերացնում իր խոսքերն եմ ասում, չենք էլ պատկերացնում ջուրել չունենք, թե մենք ոնց պիտի գյուղատնտեսություն ոտքի կանացնենք։ Ասում, բայց գիտենք մի բան, որ մենք իրավունք չունենք պարտվելու։ Եթե մեկ անգամ պարտվենք, ապա ընդհանրապես կպարտվենք։ Ընդ որում ինքը երբ որ ասում էր պարտվել, ինքը իրավունք ուներ ռազմի դաշտում։ Ինքի նկատմամբ պետության կայացման գործում իրավունք ունենք պարտվելու։ Եվ նրանց բոլոր ղեկավարները, Բեն-Գուրիոն, Գոլդա Մեիր, այդտեղ Պերես եւ այլն, բոլորը իրենց դիտել են ոչ թե բարձրագույն պաշտոնյա, այլ դիտել են պատմական առաքելություն իրականացնող անձ։ Անհատ, որին բախտը վիճակվել է, որի բախտը վիճակվել է, դառնա այս պետության ղեկավար, որտեղ պատմական առաքելություն իրականացնելու։ Ես կարծում եմ, մենք այստեղ վրիպել ենք։